Ապրում ենք ճանաչողական խաբկանքի մեջ։ Ի սկզբանե ինչ-որ ազդակներ չեք նկատել դիմացինի անառողջ վարքի մեջ։ Չկան հստակ սահմաններ, օրվա ընթացքում մեր տարբեր զգացողություններ, ասած չենք հասցնում ապրել։ Ունեք պատկերացում, թե ինչպես պետք է լինի ձեզ համար։ Միայն գիտենք, որ մեզ անհրաժեշտ է օգնություն։ Իսկ ինչ է տեղի ունենում հոգեթերապևտիկ սենյակում, որ մեր հոգեկանի պաշտպանական մեխանիզմները մեզ նաև հետ են պահում ինչ-որ բաներից, բաց թողնել նրանք, որոնք որ մեզ վնասում են։ Ինչն է խնդիրը։ Ուղղակի գոյատևել, ողջ մնալ, այսպես ասած, միգուցե ժամանակն է կանգ առնել եւ դիմել մասնագիտական օգնության։ Ողջույն բարեկամներ։ Եթերում Remind-ի երկրորդ էպիզոդն է։ Նախորդ անգամ մենք միասին քննարկեցինք հոգեթերապիայի միֆերն ու կարծրատիպերը, հասկացանք, թե ինչ արժի իմանալ մինչ հոգեթերապիա սկսելը։ Իսկ այսօր ավելի մանրամասն ենք խոսելու, թե ինչ ախտանիշներ կան, որոնք մենք հաճախ ուղղակի չենք նկատում, ինչ պաշտպանական մեխանիզմներ ունի մեր հոգեկանը եւ ինչու այդքան արագ տեղի չի ունենում փոփոխությունը։ Մենք հաճախ ապրում ենք ճանաչողական խաբկանքի մեջ։ Ինչու, որովհետև ապրում ենք մեր առօրյա կյանքը, գնում ենք աշխատանքի, առավոտյան սուրճ ենք խմում, անում ենք մեծ նախագծեր եւ բաց ենք թողնում այն, թե ինչպես ենք մեզ զգում։ Մենք հաճախ կարող ենք ունենալ մշտական տագնապի, մշտական հոգնածության, դատարկության եւ այլ զգացողություններ եւ պարզապես չնկատել դրանք կամ մտածել, որ դա նորմալ է, այդպես է եւ շատ հաճախ մեզ համար իրոք դա սովորական է, քանի որ տարիներ ի վեր մենք սովորել ենք հենց այդ զգացողություններին եւ չենք էլ մտածում, որ այդ զգացողություններին արժի անդրադարձ կատարել, հասկանալ, թե ինչ կա այդտեղ եւ միգուցե անհրաժեշտության դեպքում դիմել մասնագիտական օգնության։ Եկեք հիմա հասկանանք, թե ինչ կետեր կան, որոնք հատկապես կարող են մեզ հուշել այն մասին, որ միգուցե ժամանակն է կանգ առնել եւ դիմել մասնագիտական օգնության։ Ոչ ակնհայտ ազդակներից են կրկնվող սցենարները ձեր զգացողությունների, մտքերի, տարբեր արձագանքների, երևույթների, ինչու ոչ մարդկանց տեսքով։ Պատկերացրեք իրավիճակ, երբ որ դուք ինչ-որ հարաբերություններ որոշել եք ավարտել, որովհետև հասկանում եք, որ մի բան այն չէ, կամ ձեզ ցավեցնում են, ինչ-որ տհաճ զգացողություններ եք մշտապես ունենում, եւ որոշել եք արդեն, որ նույն սխալները այլևս չեք կրկնելու հաջորդ հարաբերություններում։ Օրինակ, նկատում եք, որ չեք կարողանում ինչ-որ սահմաններ դնել կամ խոսել ձեր ցանկություններից, կամ ի սկզբանե ինչ-որ ազդակներ չեք նկատել դիմացինի անառողջ վարքի մեջ։ Բայց հաջորդ հարաբերություններում դուք ինչ-որ պահից սկսած էլի նկատում եք նույն երևույթները։ Անձը փոխվել է, դուք տեսնում եք, որ անձը փոխվել է, բայց ձեր զգացողությունները, ձեր արձագանքները ամբողջ ճշգրտությամբ նույնն են մնացել։ Կամ մեկ այլ օրինակ, դուք որոշել եք աշխատավայրից դուրս գալ, որովհետև հասկանում եք, որ չկան հստակ սահմաններ, հասկանում եք, որ ձեզ հարմար չէ եւ ունեք պատկերացում, թե ինչպես պետք է լինի ձեզ համար։ Իսկ հաջորդ աշխատավայրում դուք ելի նկատում եք ձեր կողմից նույն վարքը, նույն պատեռները կրկնվում են, օրինակ դուք ելի չեք կարողանում ասել ոչ, երբ որ ձեզ խնդրում են շաբաթ-կիրակի ոչ աշխատանքային ձեզ համար օրերին աշխատել, կամ մեկ այլ բան, որը որ անցյալում էլի եղել է։ Ու այստեղ հարց է առաջանում. ինչն է խնդիրը, ինչու է այսպես լինում։ Բանն այն է, որ մեր հոգեկանը շատ հետաքրքիր եւ միևնույն ժամանակ հետազոտելու համար բավականին բարդ համակարգ է։ Այն ունի իր պաշտպանական մեխանիզմները, այն ունի հստակ ստրատեգիաներ ու ռազմավարություններ, որոնք որ մենք վերցրել ենք կյանքի ինչ-որ փուլում, երբ որ մեզ համար բարդ է եղել, ցավեցնող իրավիճակ է եղել, եւ մենք այդ ֆիլտրով, այդ պրիզմայով նայում ենք աշխարհին։ Ոչ թե նայում ենք օբյեկտիվ, այլ այն ֆիլտրերով, որոնք որ վերցրել ենք։ Եվ հիմա այսօր, երբ որ թվում է, թե մենք ունենք հստակ ցանկություններ, կարծես թե օրինակ հարաբերությունների մասին, երբ որ խոսում ենք, գիտենք, որ ուզում ենք հարաբերություններ, որտեղ մեծ հարգում են, որտեղ դիմացինը էմոցիոնալ առումով հասանելի է, բայց չգիտես ինչու մենք էլի հայտնվում ենք միտեղ, որտեղ նորից մենք զգում ենք, որ դիմացինը այնպես չի վարվում, ինչպես կցանկանայինք, եւ մենք նորից նույն դրսևորումների մեջ ենք, որովհետեւ այն սցենարները, որոնք որ անցյալում մեզ համար սովոր էին, ծանոթ էին, հարազատ էին, մենք ավտոմատ առանց գիտակցելու
ներկայում եւս միտված ենք դրանք կրկնել, որովհետեւ կան որոշակի ստրատեգիաներ, որոնք որ մենք վերցրել ենք, կոգնիտիվ որոշակի աղճատումներ, համոզմունքներ, օրինակ, որ ես արժանի չեմ սիրո, եւ չնայած դուք կարող եք չգիտակցել այդ միտքը, չտեսնել, չնկատել ձեր առօրյա կյանքում, բայց այն կա շատ շերտերում եւ դուք անգամ չեք էլ հասկանում, որ հարաբերությունների մեջ մտնելիս հենց առաջնորդվում եք այս համոզմունքով, որ ես արժանի չեմ, լավ վերաբերմունքի եւ սիրո պիտի արժանանամ կամ պիտի մշտապես ասեմ այո, ու հենց այստեղ է գալիս հոգեթերապիայի ամբողջ կախարդանքը, երբ որ մեզ համար ծանոթ սցենարները, ստրատեգիաները, այն ամենը, ինչ որ մենք սովորել ենք, այն ինչ որ մենք չենք կարողացել վերապրել, մենք կարողանում ենք հոգեթերապևտիկ սենյակում ապրել, տեսնել, հասկանալ, նկատել ու ձեռք բերել նոր ռազմավարություններ։ Մյուս ոչ ակնհայտ ու հաճախ անտեսվող կետը դա մեր ֆիզիկական մարմնային դրսևորումներն են։ Երբ որ մենք ինչ-որ բան ենք մտածում մեզ անհանգստացնող կամ ինչ-որ զգացողություն ենք ունենում եւ միանգամից կարծես զուգահեռաբար նկատում ենք մեր մարմնի ազդակները։ Ունենք մշտական տագնապ, լարվածություն, հոգնածություն, սրտխփոց, որը գնում է դեպի տագնապային գրոհների, մենք անընդհատ ինչ-որ լարված դիրքում ենք մարմնով ու դա վերագրում ենք հոգնածության, սպառվածության, բայց այստեղ շատ կարևոր կետ կա, հատկապես երբ որ մենք նկատում ենք, որ օրվա ընթացքում մեր տարբեր զգացողություններ, ասես չենք հասցնում ապրել, զայրույթ, տխրություն, մենք ինչ-որ զգացողություններ անդադ փորձում ենք մեզնից հեռացնել, խուսափել, դուրս մղել եւ կարծես զուգահեռաբար նաեւ նկատում ենք այս ֆիզիկական դրսևորումները։ Շատ կարևոր է նաեւ այստեղ այն, որ հաճախ, երբ որ մենք ունենում ենք որոշակի դրսևորումներ մարմնական, մենք շտապում ենք իհարկե որոշակի հետազոտություններ անցնել, բժշկի մոտ խորհրդատվություն վերցնել ու նկատում ենք, որ ամեն բան կարգին է։ Ու հենց այստեղ է շատ կարևոր կանգ առնել ու հասկանալ, թե արդյոք դուք օրվա ընթացքում ընդհանրապես հասցնում եք նկատել, թե ինչ զգացողություններ ունեք, ինչ արձագանքներ ունեցաք եւ ինչքանով են դրանք ազդեցություն ունենում ձեզ վրա։ Այս կետը շատ կարևոր է ու եթե դուք նկատում եք, որ մշտապես անգամ հանգստանալուց հետո ունեք ֆիզիկական մակարդակում հոգնածության զգացողություն, լարում, տագնապ, ապա միգուցե անհրաժեշտություն կա մասնագիտական օգնության, հատկապես եթե հերկվել են օրգանական խնդիրների առկայությունը եւ այս ազդակները անընդհատ շարունակվում են ձեզ հետ վերջին տարիներին, ամիսներին ու կարծես թե դարձել է ձեր անձի մի մասը, որը որ դուք ուղղակի համարում եք նորմալ։ Մյուս կետը կապված է էմոցիաների հետ։ Մի տարբերակում մենք ուղղակի չենք կարողանում լիաթոք ուրախանալ կամ տխրել։ Օրինակ, շատ ուրախալի մի բան է տեղի ունեցել եւ կարծես թե անգամ երբ որ մենք ուրախ ենք կամ անգամ երբ որ մենք ինչ-որ զգացողություններ ունենք, միևնույն է դա ամբողջական եւ լիաթոք չէ։ Մենք անընդհատ ինչ-որ այլ պրոցեսների ու երևույթների մեջ ենք։ Անընդհատ մեր միտքը ասես պտտվում է, ինչ-որ սցենարներ է մտածում, ու մենք իրոք չենք կարողանում կենտրոնանալ տվյալ պահի վրա ու զգալ այն, ինչ որ ուզում ենք զգալ։ Ու այստեղ շատ կարևոր է զուգահեռականներ տանել մյուս տեսակի հետ, երբ որ ոչ թե չենք զգում, այլ կարծես չափից շատ ենք զգում, մեզ մոտ տպավորություն է, որ մենք այսպես կոչված գերէմոցիոնալ ենք, երբ որ ցանկացած իրավիճակ կարող է ազդեցություն գործել մեզ վրա, ցանկացած իրավիճակ մեզ կարող է նյարդայնացնել, տխրեցնել, հուզել եւ մենք ունենում ենք մշտական նույն զգացողությունները իրար հետ կապ չունեցող մեզ համար թվացial աննշան իրադարձություններից, օրինակ անընդհատ մենք ունենում ենք տխրություն կամ զայրույթ կամ միտք, որ ինձ լքել են, ինձ հետ մի բան այն չէ եւ այլն։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ այս կետերը չեն նշանակում, որ ձեր հետ մի բան այն չէ, ինչպես նաեւ չեն նշանակում, որ սա մեր բնավորության մասին է, մենք այդպիսին ենք եւ այլն։ Սա նշանակում է, որ մեր հոգեկանը սովորել է այդ կերպ ապրել ու գոյատևել, բայց միևնույն ժամանակ մենք հնարավորություն ունենք կանգ առնելու, հետազոտելու եւ անհրաժեշտության դեպքում իհարկե դիմելու մասնագիտական օգնության։ Եթե մենք սովորել ենք մեր արձագանքներին, մեր տարբեր զգացողություններին, մտքերին, մշտական լարվածությանը, տագնապին, սա դեռ չի նշանակում, որ մենք այդպիսին ենք, ու սա դեռ չի նշանակում, որ մենք պիտի շարունակենք նույն կերպ։
Մեր հասարակության մեջ հատկապես կա այդ համոզմունքը, թե դա նորմալ է, բնական է, դե բոլորն էլ այդպես են զգում, բոլորն էլ այդպես են մտածում, ընկերներ, բոլորը կարող են տարբեր զգացողություններ ունենալ, մարդիկ տարբեր են, բայց եթե կա մի բան, որ ձեզ անհանգստացնում է, ազդում է ձեր կյանքի որակի վրա, դուք նկատում եք, որ խանգարում է ձեր ամենօրյա գործունեությանը, նկատում եք, որ չեք կարողանում էլ այսպես, խանգարում է ձեզ, ուրեմն կանգ ենք առնում ու փորձում ենք հասկանալ ինչից սկսել եւ ինչ օգնության դիմել։ Ես նկարագրության բաժնում կկիսվեմ մի թեստով, որը իհարկե չի փոխարինում մասնագիտական եզրահանգմանը եւ չի փոխարինում մասնագետի այդ խորհրդատվությանը, բայց կարող է լինել փոքրիկ ինքնօգնություն, թե ինչպես հասկանանք, որ կարիք ունենք մասնագիտական աջակցության։ Իսկ ինչ է տեղի ունենում հոգեթերապևտիկ սենյակում, երբ մենք արդեն եկել ենք, բայց չգիտենք, թե ինչ հարց ունենք։ Մենք ունենք որոշակի անհանգստացնող երևույթներ, բայց թե ինչ հայց ունենք, թե ինչ խնդիր ունենք, չգիտենք։ Միայն գիտենք, որ մեզ անհրաժեշտ է օգնություն։ Այս դեպքում պրոֆեսիոնալ թերապևտի առաքելությունն է ձեզ հետ միասին գտնել ձեր հայցը, խնդիրը, այն, ինչը որ պետք է կարգավորել ու լուծել։ Ու իհարկե, շատ հաճախ թերապևտիկ process-ում սա մեկը չի լինում, մենք ունենում ենք մի քանի հայցեր կամ սկզբում ունենում ենք մեկ հայց եւ աշխատանքի ընթացքում դուրս են գալիս այլ թեմաներ, այլ խնդիրներ, որոնք պարզվում է, որ եւս կամ հայցի մաս են կազմում կամ այլ հայց են արդեն։ Ու շատ կարեւոր է, որ դուք իմանաք, թերապևտիկ հարաբերությունները չեն սկսում միանգամից ինչ-որ լուծմամբ եւ կարեւոր է նաեւ գիտակցել, որ պրոֆեսիոնալ մասնագետը միանգամից չի անցնում ինչ-որ ցավեցնող փորձառությունների։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ որ բուժարոյին բերել են վիրաբույժի մոտ, նա ունի շատ վատ վնասվածք, մենք գործ ունենք արյունահոսության հետ, ինչ է անում պրոֆեսիոնալ վիրաբույժը։ Բնականաբար սկզբում ստաբիլիզացնում է բուժարոյի վիճակը, հա? Ու նույնը տեղի է ունենում թերապևտիկ հարաբերություններում։ Սկզբում մենք աշխատում ենք այցելուների հուզական կարգավորման, նրան անվտանգ միջավայր տալու եւ թերապևտիկ թափանցիկ ու գործընկերային հարաբերություններ կառուցելու ուղղությամբ։ Բնականաբար սկզբում դուք կարող եք ունենալ նաեւ ընդդիմություն, որ ինձ սա պետք չէ, ես անիմաստ եմ եկել, որովհետև մեր հոգեկանի պաշտպանական մեխանիզմները շատ լավ են աշխատում, շատ հզոր են եւ կարեւոր է, որ դուք ունենաք այն միջավայրը, որտեղ կարող եք խոսել մասնագետի հետ ձեր տարբեր մտքերի մասին եւ թերապևտիկ process-ում։ Օրինակ, ես հասկանում եմ, որ ինձ չի օգնում, կամ ես ունեմ սպասելիքներ, որ պետք է երրորդ այցից հետո արդեն փոխվեն իմ ավտոմատ դրսևորումները կամ հուզական ֆոնը։ Այն ամեն ինչ, որ ձեզ անհանգստացնում է, ենթադրվում է, որ դուք պիտի ունենաք այդ տարածքը խոսելու։ Ու մասնագետը սկզբնական շրջանում աշխատում է իհարկե անամնեզի հավաքման եւ ձեր էմոցիոնալ ֆոնի կարգավորման ուղղությամբ, ստեղծելով նաեւ ամուր հիմք, որպեսզի կարողանաք ժամանակ անց արդեն հասնել ձեզ ցավեցնող տրավմատիկ փորձառություններին, գտնելու խնդրի իրական սկզբնաղբյուրը։ Հոգեթերապիայի առաջին փուլի հիմնական խնդիրներից մեկը այցելուի նյարդային համակարգի, այսպես ասած, հողակցումն է, երբ որ մենք ստեղծում ենք համապատասխան անվտանգ դաշտ, որտեղ մեր հոգեկանը վերջապես կարող է, այսպես ասած, զենքերը վայր դնել եւ հենվել, որպեսզի հետո, երբ որ մենք հասնենք արդեն ցավեցնող փորձառությունների, մեր անցյալում տեղի ունեցած, կարողանանք դիմակայել դրանց, կարողանանք տանել դրանք եւ չկոտրվել, իսկ կոտրվելու դեպքում իմանանք ինչ անենք դրա հետ, իհարկե մեր կողքին ունենալով կայուն մեծահասակի թերապևտի դերում, ով մեր ձեռքը բռնած մեզ տանում է այս ճանապարհով։ Հենց այդ է նաև պատճառը, որ հոգեթերապիան արագ կախարդական լուծումներ չի տալիս, որովհետև կան փուլեր, բոլորի արագությունը փոփոխությունների եւ հոգեկանի պաշտպանական մեխանիզմների փոփոխման տարբեր է, ինչպես նաև շատ տարբեր է մեր հոգեկառուցվածքը, տարբեր են մեր ընդդիմության ձևերը,
թերապևտիկ աշխատանքում ու արագ փոփոխությունների սպասելը կարող է նաև հիասթափության հասցնել, ինչը եւս իհարկե կարող է քննարկել ձեր մասնագետի հետ։ Այստեղ եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ ես ձեզ համար պատրաստել եմ անվճար ուղեցույց, թե ինչպես կարողանաք հասկանալ, որ գործ ունեք պրոֆեսիոնալ մասնագետի հետ, այդ ուղեցույցը ձեռք բերելու համար կարող եք անցնել մեկնաբանությունների դաշտ։ Իսկ ինչու փոփոխությունը արագ չի լինում, ինչու գիրք կարդալը, podcast լսելը մեզ չի օգնում արագ փոփոխությունների հասնել կամ շատ հաճախ կարող է ընդհանրապես չօգնել եւ ինչու է հոգեթերապիան ժամանակ պահանջում, որպեսզի մենք արդեն հստակ փոփոխություններ նկատենք։ Պատճառը շատ պարզ է եւ ունի հստակ բացատրություն։ Մեր հոգեկանը կենքի ինչ որ փուլում որդեգրել է որոշակի ռազմավարություններ։ Եղել է իրավիճակ, որտեղ մեզ համար լավագույն լուծումը եղել է տվյալ ռազմավարությունը վերցնելը, օրինակ մարդկանց հավանությանը արժանանալ, որպեսզի ինձ նկատեն, սիրեն եւ չլքեն, հա? Ու արդյունքում մենք այս ռազմավարությունը օգտագործում ենք նաեւ ներկայում։ Եվ այն, որ մենք կարդացինք այն մասին, որ պետք չէ մարդկանց հավանության արժանանալ, որ դա այդքան էլ օգտակար չէ մեզ համար, չի նշանակում, որ մենք կարող ենք մեր վարքային մոդելները միանգամից վերցնել ու փոխել, այն էլ ինքնուրույն։ Եվ այստեղ կարևոր է նաև նկատել, որ մեր հոգեկանի պաշտպանական մեխանիզմները մեզ նաև հետ են պահում ինչ-որ բաներից, որոնք ռեալ կարող են օգտակար լինել, բայց քանի որ կան հստակ ռազմավարություններ, որոնք ստեղծված են մեզ փրկելու ու գոյատևելու համար, դրանք այլևս չեն աշխատում նոր իրավիճակում։ Ու թերապիան եւս ուղեղի համար կարող է շատ վտանգավոր լինել, սպառնալիք լինել, որովհետեւ մենք այսպես ասած ստիպված ենք լինում վայր դնել որոշակի զենքեր եւ տեսնել իրավիճակի նոր տեսանկյունից, բայց քանի որ չկա առաքելություն ուղեղի համար երջանիկ լինելու, բայց առաքելությունն է մեզ պահելու ողջ ու առողջ, բնականաբար մենք առանց գիտակցելու կարող ենք ընտրել էլի նույն տեսակ հարաբերություններ, որտեղ մեզ տհաճ է։ Էլի մենք կարող ենք շարունակել հավանության արժանանալ, էլի մենք կարող ենք շարունակել նույն վարքը, մինչ այն պահը, երբ արդեն որդեգրենք նոր փորձառությունը։ Իսկ նոր փորձառության համար բնականաբար անհրաժեշտ է նոր հարաբերությունների նոր մոդել, որտեղ մենք գործ ունենք կայուն մեծահասակի հետ, ով ոչ միայն լսում է, այլ պատրաստ է աջակցել, ով կարող է իր գիտելիքներով մեզ ցույց տալ մեր տարբեր ոչ տեսանելի, ոչ ցանկալի մասեր եւ իհարկե հստակ գործիքակազմով մենք սովորում ենք մեզ ծանոթ ստրատեգիաները փորձել նվազեցնել ու իհարկե զուգահեռաբար կառուցում ենք նոր ստրատեգիաներ։ Իհարկե այս process-ում չեմ կարող չնշել, որ մենք կարող ենք ունենալ ընդդիմության պահեր, երբ գալիս է միտք, որ ինձ սա պետք չէ, սա վտանգավոր է, ամեն ինչ նույնն է, այս իրավիճակում եւս անպայման առաջարկում եմ խոսեք ձեր մասնագետի հետ, որովհետեւ ինչպես նախորդ անգամ մենք քննարկել, սա եւս կարող է դառնալ ձեր թերապևտիկ process-ի համար շատ հետաքրքիր ու շատ կարևոր կտոր, որովհետեւ ձեր ընդդիմությունը շատ բնական է process-ի համար, միևնույն ժամանակ դա կարող է դուրս բերել ինչ որ ոչ ակնհայտ գիտակցական մակարդակում ոչ տեսանելի երևույթներ, որոնք պարզ են դառնում հենց թերապևտիկ process-ում։ Ցանկալի չէ դիմադրությանը լսել եւ դուրս գալ հոգեթերապիայից այն կարևոր փուլում, երբ որ մոտեցել եք ձեզ համար կարևոր թեմաների։ Դիմադրությունը process-ի շատ բնական մաս է, ներառյալ նաև երբ որ դուք ունենում եք զայրույթի, անհարմարության զգացողություններ կամ ձեր մասնագետը սկսում է ձեզ նյարդայնացնել։ Այստեղ շատ կարևոր է այս թեման եւս դուրս անել եւ հասկանալ իրականում ինչի մասին է ձեր զայրույթը։ Միգուցե ձեր թերապևտը նման է ձեզ համար կարևոր նշանակալի մեծահասակներից մեկին կամ հիշեցնում է ձեզ ինչ-որ մեկին կամ ձեր զգացողության տակ կա երկրորդային զգացողություն։ Կարևոր է նաև, երբ որ դուք ունենում եք այդ միտքը, որ պետք է դուրս գալ, ինձ այլևս պետք չէ, անհապաղ պետք է բաց թողնեմ, կարևոր է կանգ առնել ու հասկանալ, եթե գործ ունեք պրոֆեսիոնալ մասնագետի հետ, ապա այս թեմայի բարձրաձայնումը ձեր ցանկության մասին, ձեր մտքերի մասին հայտնելը կարող է դառնալ ձեր նոր փուլի սկիզբը։
Ու պոպուլյար հոգեբանության փոխանցած այն մտքերը, թե հենց հիմա արա, հրաժարվիր այդ սովորությունից, դու կարող ես, բոլորն էլ կարողացել են, իրականում շատ վնասող են եւ բնականաբար հեռու են իրականությունից, որովհետեւ անձը, ով ունի արդեն հստակ ձևավորած ու ворթեգրած ռազմավարություններ, չի կարող դրանցից միանգամից հրաժարվել։ Իհարկե, որոշ բացառություններ կարող են լինել։ Օրինակ, մենք ձևավորել ենք պերֆեկցիոնիզմը որպես գոյատևման հնարավորություն ու միջոց։ Ինչու՞, որովհետև պատկերացնենք կյանքի ինչ-որ փուլում մեզ դա օգնել է, որպեսզի չզգանք մեզ անպիտան, ոչ արժեքավոր, դա օգնել է, որ մեզ նկատեն, դա օգնել է, որ ստանանք մեզ պակասող սերն ու ուշադրությունը, ու այսօր մենք ավտոմատ կերպով շարունակում ենք նույնը։ Ու փոփոխության համար նախ եւ առաջ մեզ բնականաբար անհրաժեշտ է ընդունել, որ խանգարում է դա մեզ, նկատել, թե ինչ կարող է լինել դրա փոփոխության արդյունքում, ունենալ այդ անվտանգ միջավայրը, պատրաստ լինել փոփոխությունների եւ անգամ պատրաստ չլինելու դեպքում ունենալ այդ կայուն հավասարակշիռ անձին մեր կողքին մասնագետի դերով, ով կարող է մեզ օգնել, տեսնել, թե ինչպես է մեզ օգնել մեր ռազմավարությունները, ձեռք բերել նորը, փորձել հնից վերցնել որոշակի օգնող կետեր եւ բաց թողնել նրանք, որոնք որ մեզ վնասում են։ Ու հասկանում եք, շատ նորմալ է ու բնական, որ այն ինչ որ անցյալում մեզ օգնել էր ուղղակի գոյատևել, ողջ մնալ, այսպես ասած, ներկայում, առօրյայում կարող է ոչ միայն չօգնել, այլ նաեւ խանգարել։ Կարող է հարց առաջանալ, թե այս ավտոմատ արձագանքները, ռազմավարությունները ինչ սկզբնաղբյուր ունեն։ Այստեղ մենք պիտի գնանք մեր զարգացման վաղ շրջան, մանկություն, երբ որ ստեղծվում է մեր առաջին կապը ծնողների հետ, ու պարզ է ու բնական, որ ծնողները մեր առաջին հալին են մեր մասին եւ նաեւ աշխարհի մասին։ Այն թե ինչպես են նրանք վերաբերվում մեզ, թե ինչ մթնոլորտում ենք մեծանում, թե ինչպես են մեր հետ հաղորդակցվում, ինչ հարաբերություններ ենք մենք կառուցում, ստեղծում է աշխարհի մասին մեր պատկերացումը ու ցավոք սրտի նաեւ պատկերացումը ինքներս մեր մասին։ Եվ եթե մենք գործ ենք ունենում սառը անհասանելի ծնողների հետ, ովքեր մեզ չեն նկատում կամ մեզ նկատում են պայմանական, բնականաբար դրա հիման վրա որոշակի պատկերացում է ձևավորվում հարաբերությունների մասին, մեր մասին եւ նաեւ ստեղծվում է որոշակի ֆիլտրեր, որոնցով մենք նայում ենք աշխարհին։ Հաջորդ էպիզոդների ընթացքում մենք միասին կքննարկենք, թե ինչ բազային կարիքներ պետք է լրացվեն մանկության շրջանում, դրանց չլրացվելը ինչ ռազմավարություններ է ստեղծում եւ իհարկե միասին կծանոթանանք, թե ինչ ֆիլտրերով ենք նայում աշխարհին, որովհետեւ այն թե ինչպես ենք մենք դիտարկում տարբեր իրավիճակներ եւ ինչպես ենք արձագանքում, շատ հաճախ այդ ֆիլտրերի եւ մեծ է տեղի ունեցածի արդյունքն է։ Այստեղ իհարկե ուզում եմ անպայման հիշեցնել ձեզ, որ այնինչ որ դուք այսօր նկատում եք այն արձագանքները, որոնք որ ձեզ դուր չեն գալիս, այն ամենը ինչ որ ձեզ թվում է, որ ձեր բնավորության ու ձեր անձի բնորոշումն է, դրանք հաճախ պարզապես այն ֆիլտրերն են, որոնք որ մենք վերցրել ենք ու մենք ունենք հնարավորություն դրանք փոխելու մասնագիտական աջակցությամբ։ Այո, այն ինչ որ տեղի է ունեցել անցյալում մենք փոխել չենք կարող, բայց ներկայում մենք կարող ենք փորձել մեզ վրա վերցնել պատասխանատվություն եւ փոխել այն, ինչը որ մեզ խանգարում է մեր առօրյայում եւ մեր կյանքի տարբեր ոլորտներում։ Կհանդիպենք շուտով Remind-ի հերթական էպիզոդի ընթացքում։ Իհարկե չմոռանաք բաժանորդագրվել ալիքին եւ կիսվել ձեր մտքերով ու մեկնաբանություններով։